Նախ ես ճիշտ հասկացա, որ խոսքը դիտորդական առաքելության հետ կապված պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մասին է, որ կարծես դուք նկատեք նաև քաղաքականությամբ է զբաղվել, քարոզը եւ այլն, եւ արդյոք այս դիտարկումները ձեր ով եք նախապատրաստում, որ խորհրդանական ընտրություններին օրինակ որպես դիտորդական կազմակերպություն իրենց չգրանցելու մասին հասկանալ եւ ինչ փաստեր ունեք, որ իրենք ընտրությունների ժամանակ այսպես քարոզություն են արել եւ այլն։ Եվ երկրորդ հարցը դուք իհարկե ասացիք, որ խորհրդանական ընտրությունների կոնկրետ օր կա եւ այլն, բայց այսպես տպավորություն է, որ հնարավոր է ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, որ ընտրությունները կամ ավելի շուտ լինեն, կամ ավելի ուշ, կա այսպիսի մտահոգություններ, որտեղ այդպես ձեր ասելով լինում տպավորություններ, որ կարծես թե կարող են այդ օրը փոխվել։ Շնորհակալություն հարցի համար, ես անուն չեմ նշել եւ որովհետեւ տեսեք, ես ինչ եմ ասում, մենք խնդիրը քննարկել ենք նիստի շրջանակներում, նիստի ձայնագրությունը տեղադրված է, այսինքն ես միտումնավոր, որովհետև ես այսօր, այսինքն այդ ինչ որ քննարկվել է, որ կազմակերպության հետ է դիտորդական առաքելության հետ է կապված է, ինչ է քննարկվել, իրենք ինչպես են պարզաբանել, մենք ինչ հարցեր ենք տվել եւ սա ամենը կա, ես ուղղակի խնդրին մասին ես խոսեցի, ես ամենևին նպատակ չունեմ, ասենք որևէ կազմակերպության կամ դիտորդական առաքելության անունը արդեն այս հարթակում այս ձևաչափում հնչեցնելու, որովհետև կներեք, երբ որ ընտրությունները կնշանակվեն եւ դիտորդական առաքելությունները կգան գրանցվելու